Հայկական զինված ուժերում նոյեմբերի 5-ը նշվում է որպես հետախույզի օր։ Այդպես էր նաև Արցախի պաշտպանության բանակում։ Հետախուզական զորատեսակի ստեղծման և կայացման ճանապարհը հարուստ է բազում փառավոր դրվագներով, որոնք արձանագրվել են ինչպես Արցախյան գոյամարտի ակտիվ պատերազմափուլերում, այնպես էլ խաղաղ բանակաշինության ընթացքում տեղ գտած ամենատարբեր արտակարգ իրավիճակներում։ Հատկապես առանձնացման արժանի է առավել խոշոր ռազմագործողություններում Խարվաճարի, Ղաջարի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի հետախուզության մատուցած ծառայությունները, որոնց արդյունքում նաև հնարավոր եղավ կյանքի կոչել Արցախյան պատերազմի կարևորագույն հաղթանակները։ Պատերազմին հաջորդած հրադադարի շրջանում Պաշտպանության բանակի հետախուզական ծառայությունը հաջողությամբ շարունակեց ինքնահաստատման ճանապարհը, իր ամենօրյա ծառայության ընթացքում գլխավոր շեշտը դնելով գործողությունների կատարման անընդհատության, ակտիվության և օպերատիվության վրա, բանակի հետախույզները կարողացան պատերազմական ժամանակաշրջանում կուտակած մարտական փորձը վերաիմաստավորել խաղաղ օրերի տեսական ու գործնական ձեռքբերումներով և ոլորտի մարտունակությունը հասցնել որակական նոր աստիճանի։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հաղորդում են. Հարգելի հայրենակիցներ, երբ ձեզ զանգահարում և ներկայանում են ազգային անվտանգության ծառայության կենտրոնական կամ այլ որևէ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարում լիցքավորել այն, մի վստահեք։ Դրանով դուք ձեր ֆինանսական միջոցները տրամադրում եք հանցագործներին։ Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայության մատուցող Skylabs ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել։ Հիշեք, զգոնությունը կարևոր է։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության գործունեության 10-ամյակի կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր, ներկայումս Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը կնոջ Վերոնիկա Զոնավենդի միջոցով ուղերձ է փոխանցել Ավրորայի համայնքին։ Սիրելի ընկերներ, աջակիցներ և գործընկերներ, նախևառաջ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ։ Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց Ավրորա շարժման։ Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ, մեկնաբանելով Սուրբ Ֆրանցիսկոսի մտքերը կցանկանայի ընդգծել, որ երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը։ Եվ իսկապես գործուն երախտագիտությունը կամ երախտագիտությունն ի գործը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։ Գտնվելով այստեղ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ Ավրորա մրցանակի դափնեկիրներով և Ավրորայի ավելի լայն համայնքով, մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում Ավրորայի ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և Ավրորայի հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին։ Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ Ավրորայի մաղթում եմ շարունակական հաջողություններ, խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով։ Երախտագիտությամբ և հույսով, Ռուբեն Վարդանյան։ Քսենիա Սոբչակի «Осторожно новости» օնլայն թերթը հողում անելով իր աղբյուրներին հրապարակել է Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության հետ հնարավոր կապ ունեցող անձանց անունները։ Թերթը գրել է, որ իրենց տեղեկություններով սպանությունից կարճ ժամանակ անց այն բնականից, որտեղ գտել են Այշատ Բայմուրադովային, դուրս է եկել երկու անձ։ Նրանցից մեկը Կարինա Իմինովան է, հանրության ավելի հայտնի որպես Այշատի ինստագրամյան ընկերուհի, որի հետ զոհը դուրս էր եկել հանդիպման և անհետացել էր։ Իսկ մյուս անձը Չեչնիայից 30-ամյա Սաիդ Համզադ Բայսարովն է։ Ըստ թերթի 2018-ին Բայսարովը մեղադրյալ էր իսլամական պետության ֆինանսավորման գործով, սակայն արդյունքում դատարանը հանել է մեղադրանք։ Թերթը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տեղյակ են այս երկու անձի մասին, երկուսն էլ նույնականացրել են փողոցի տեսախցիկների տեսագրության շնորհիվ և հարցաքննել են հարևաններին Բայսարովի և Իմինովայի մասին։ Չնայած սրան, երկուսն էլ ըստ երևույթին հանգիստ լքել են Հայաստանը։ Հիշեցնենք, որ նույնը պնդել էր նաև իրավապաշտպան Լիդիա Միխալչենկոն։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարցին ի պատասխան, թե նշված անձանց վերաբերյալ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, պատասխանել են ոչ։
Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա, Այշատը փախել էր Չեչնիայից եւ ապաստանել էր Երևանում։ Հոկտեմբերի 19-ին Երևանի Դեմիրճանի փողոցի Վարսո բնակարաններից մեկում ոստիկանությունը հայտնաբերել էր նրա դին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, թե նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանձնարարության համաձայն հացահատիկով բեռնված առաջին գնացքն է ուղևորվել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով մաքսազերծվել է հացահատիկի 15 վագոն, ընդհանուր 1048 տոննա եւ 800 կիլոգրամ քաշով, որոնք ուղարկվել են Հայաստանի Դալարիկ կայան։ Ավելի վաղ շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում հայտարարել էր, թե Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման արգելանքը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը 10 օր առաջ հայտարարել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները քննարկել են այս հարց եւ Բաքուն վերահաստատել է, որ պատրաստ է թույլատրել ռուսական արտադրանքի տարանցումը Հայաստան։ Հայկական կողմից մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ռուսական ծագման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտ օրերս կհասնի Հայաստան, կրկին Ադրբեջանի տարածքով, հայտարարել է Պապոյանը։ ԴՕ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբան, իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է. Վարդան Ղուկասյանի ռեյտինգի բարձրացմանը զուգահեռ շատանալու են ինտրիգները։ ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ անհրաժեշտություն էր ծագել տալու իրավական գնահատական, կապված կուսակցության ներսում եւ դրսում կուսակցական անդամների եւ համակիրների միջև տեղի ունեցած որոշ ինտրիգների վերաբերյալ, որոնք հրապարակայնացվել էին։ Արձանագրում են, որ մի բաժակ ջրում որոշ անձանց կողմից փորձ է կատարվել սարքել փոթորիկ ցնցելու համար Վարդան Ղուկասյանին եւ ԴՕ կուսակցությանը։ Մասնագիտական կարծիքը ձևավորվել է բացառապես տվյալ ինտրիգների հետ կապված արկա փաստերի եւ փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։ ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ռեյտինգի օրական բարձրացումը ուղիղ համեմատական է չարակամների, բանսարկուների քանակական ավելացմանը, որոնք բաժանված են երկու խմբի։ Առաջին խմբում նրանք են, ովքեր իրավամբ ԴՕ կուսակցությունից կամ Վարդան Ղուկասյանից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ունեն նեղվածություն, իսկ որոշ մասն ունի անձնական շահագրգռվածություն, լինելու Վարդանի կողքին, որպեսզի հետագայում համալրի զորբաների շարքը։ Ցավոք եւ նախկին եւ ներկա իշխանավորները այդպես էլ չկարողացան վերացնել զորբաների ինստիտուտը։ Առաջ ընկնելով ասեն, որ դա Վարդանի մոտ ստացվում է։ Երկրորդ խումբը դրանք տարբեր լիազոր անձանց կողմից հատուկ ծրագրով չի բացառվում նաեւ ֆինանսական շահագրգռվածությունից ելնելով դեսատ են իջել տարբեր տեխնոլոգիաների միջոցով, պարակտելու ԴՕ կուսակցությանն ու Վարդան Ղուկասյանին։ Իմ իրավապաշտպանիս համար ակնհայտ է, որ այսօր Վարդան Ղուկասյանն ունի ընտրողների մեծ բանակ եւ անկախ ցանկացած ինտրիգի որոշողը լինելու է այդ զանգվածը, որն ըստ վերջին տվյալների գերազանցում է քաղաքական դաշտում գտնվող բազմաթիվ քաղաքական դեմքերի ընտրազանգվածի հանրագումարին։ Ու դա հանրահայտ փաստ է, ու դրա հետ անհրաժեշտ է հաշվի նստել։ Պարոն Ղուկասյանի ցանկությամբ վերջին օրերին տեղի ունեցած ու հանրայնացած ինտրիգների հետ կապված քննությունը համարում եմ ավարտված։ Կուսակցությունը կարող է իր բնական աշխատանքը շարունակել, պաշտոնական կայքերի ադմինները եւս։ Արձանագրում եմ, կուսակցության նախագահ Անի Խուդաբերդյանն իր վրա դրված լիազորությունները կատարել է բարեխիղճ։ Կուսակցության ակտիվ գործող անդամները իրենց վրա դրված պարտականություններն իրականացրել են բարեխիղճ, իսկ համակիրներն իրենց նվիրվածությամբ չեն զիջել, հաճախ էլ գերազանցել են։ Կուսակցության պաշտոնական կայքերի ադմինները, որքան հասկացա թվով 5-ը, իրենց վրա դրված պարտականությունները կատարել են բարեխղճորեն։ Հարգելի կուսակցականներ, համակիրներ, Վարդան Ղուկասյանի նվիրալներ, կուսակցությունը որդեգրել է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն լոզունգը։ Այն անձինք, ովքեր Վարդան Ղուկասյանին համարում են իրենց սրտի թեկնածուն, պետք է իրենք դառնան օրինակ, ղեկավարվելով այս կարգախոսով։ Շնորհակալ եմ Վարդան Ղուկասյանին նման պատասխանատու բացառիկ լիազորություններ տալու համար, իսկ այս գործի շրջանակում ձեռք բերված փաստերն ու փաստական հանգամանքները, որոնք հրապարակման ենթակա չեն, կփոխանցվեն վերջինիս, հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։